Ելենա Արշակյանի «Մարիա» հեռուստասերիալը մոտենում է իր դրամաբանական ավարտին։ «Մարիա» հեռուստասերիալի ավարտը լինելու է իսկական դրամատիկ գագաթնակետ։ Դիտողների շրջանում տարածված մեկնաբանությունները, դերասանների բացահայտումները և սյուժեի զարգացման տրամաբանությունը վկայում են այն մասին, որ սերիալն իր հանգուցալուծման փուլում է և այն, ինչ սպասվում է հեռուստադիտողին, լինելու է հուզական, լարված ու անակնկալներով լի։ Ռուբենն այն կերպարներից էր, ով մինչև վերջ հավատում էր, որ իրավիճակը հնարավոր է հարթել առանց արյուն թափելու, առանց վրեժի, առանց հաշվեհարդարի։ Նա փորձում էր զսպել ու ղեկավարել իր ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունները, նա փորձում էր այնպես անել, որ Ռաֆը չանցնի բոլոր սահմանները, բայց երբ որ իմանում է Մարիան կրակել է Ռաֆի վրա, ուղղակի շոկի է ենթարկվում, նրա սիրտը չի դիմանում ու նա վատանում է։ Սա ոչ միայն ֆիզիկական արձագանքն է Ռաֆի վիճակին, Մարիայի հոգեվիճակին, այլև հիասթափություն։ Ռուբենը հասկանում է, որ ամեն ինչ դուրս է եկել իր վերահսկողությունից։ Դավիթը հայտնվել է բանտում առանց որևէ մեղք գործելու, Ռուբենն իր ընկերոջ որդին է։ Ռաֆը ու բնականաբար նրա սիրտը ցավում է Ռաֆի համար, բայց հասկանում է, որ Ռաֆն այլևս ի վիճակի չի փոխվելու։ Մինչև այժմ սերիալում Ռաֆը ներկայացվել է որպես մութ ուժերի մարմնացում, բռնություն, մանիպուլյացիա։ Նա ստեղծել էր ամբողջ սյուժեն իր կամքի շուրջ, օգտագործելով Սոֆային, Աբուլին, անգամ Լիլիթին, բայց այս վերջին տեսարանը, երբ Մարիան կրակում է Ռաֆի վրա, դառնում է սերիալի ողջ տրամաբանության հակադարձումը։ Բոլորը սպասում էին արդարության, դատարան, բացահայտում, պատիժ, բայց Մարիան ընտրում է իր ճանապարհը ոչ թե որպես վրեժ, այլ որպես պաշտպանություն, թերևս դա ինքնապաշտպանություն է, հոգեբանական ճնշման վերջակետ։ Հնարավոր է, որ Ռաֆը տեղում չի մահանա, բայց նրա կերպարը որպես ամենակարևորը կործանվում է հենց այդ պահին։ Նա այլևս ուժ չունի ոչ մեկին վնասելու և եթե ողջ մնա, ապա մեծ հավանականությամբ վերջապես կկանգնի օրենքի առաջ։ Մարիան, ով ողջ սերիալում պայքարում էր ազատության ու խաղաղության համար, հայտնվում է մեծ փորձության առջև։ Նա կրակել է և անկախ հանգամանքներից սա քրեական պատասխանատվություն է ենթադրում, բայց արդյոք նրան կդատապարտեն, թե դատախազությունը, դատարանը կամ անգամ հասարակությունը կհասկանան սա վերջին կաթիլն էր հոգեբանական տևական բռնությանը։ Ամեն ինչ հուշում է, որ սերիալը կարող է ունենալ միջանկյալ դրամատիկ հանգուցալուծում, երբ Մարիան ձերբակալված կլինի, բայց Դավիթը կկարողանա նրան Ռուբենի ու Նոնայի օգնությամբ փրկել, ազատել։ Վերջաբանի հնարավոր սցենարները մի քանիսն են՝ Ռաֆը մահանա, Սոֆան կամ Մարիան դառնա նրա կործանման պատճառը։ Սոֆային բնականաբար կդատեն սուտ մատնության, կեղծիքի համար, և Ռաֆի հետ նա ևս պետք է պատասխան տա։ Հավանաբար Մարիան կձերբակալվի, բայց հասարակությունը կկանգնի ու կպաշտպանի նրան։ Ռուբենը կհայտնվի հիվանդանոցում, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է բոլոր այդ դեպքերից հետո։ Դավիթը դուրս է գալու բանտից և Մարիայից սկսելու է նոր կյանք հեռու այս մղձավանջից։ Վերջին սերիալներն ավարտվում են ոչ թե հարսանիքով, այլ հաշտության, ազատության և ցավոտ անցյալի փակման խորհրդանշական կադրերով։ Մարիայի ավարտը լինելու է ամբողջությամբ արժանի հերոսներին, որոնք պայքարեցին իրենց ճակատագրի համար։ Սերիալը սկսվեց որպես դրամա սիրո, ընտանիքի և բռնության մասին, բայց վերջում վերածվեց պատմության հոգեբանական հաղթանակի մասին։ Մարիան կվերապրի ամեն բան՝ կնոջ կերպարը բարձրացնելով ի վեր սերիալային չափանիշներից, իսկ Ռաֆը, որպես խավարը մարմնավորող կերպար, կստանա իր արժանի վախճանը։ Հանդիսատեսն իր կրծքի տակ կզգա այն անհանգստացնող, բայց միևնույն ժամանակ սրտաճմլիկ ավարտը, հուսալով, որ երբեք իրական կյանքում նման Մարիաներ չհայտնվեն, կամ եթե հայտնվեն, ունենան հաղթանակի հնարավորություններ։ Իսկ դուք չմոռանաք գրել ձեր կարծիքները սերիալի մասին այս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Գրեք նաև, թե այս սերիալում որ կերպարին ու որ
դերասանին հավանեցիք եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք, որ մոտակա ժամանակներում հեռուստասերիալն ավարտվում է այնպես, որ բաց մի թողեք հնարավորությունը վերջին սերիաների ամենահետաքրքիր նորություններն առաջինը իմանալու համար եւ իհարկե չմոռանաք կիսվել ձեր կարծիքներով, արդյոք ավարտը կարդարացնի հեռուստադիտողների սպասելիքները, իսկ ավարտը լինելու է բուռն եւ հեռուստադիտողների համար անսպասելի, ինչպես որ Ելենա Արշակյանի բոլոր հեռուստասերիալների դեպքում է։ Բաց մի թողեք հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Նշենք, որ ըստ մեր հասած տեղեկությունների հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են, քանի որ հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն արդեն անցել են իրենց տարբեր աշխատանքների եւ հեռուստասերիալում Ռաֆին մարմնավորող դերասան Սուրեն Պողոսյանն այս պահին նույնիսկ երկրում չէ, այնպես որ նկարահանումներն ավարտված են, իսկ սերիալը մոտակա օրերին կավարտվի։ Դե ինչ, մնացեք մեզ հետ ու մենք կբացահայտենք ձեզ համար ամենահետաքրքիրը։